ապշտակվեն։ Իսկ եթե հոգևոր մարդը ջրով մգրդված չէ, արդյոք կապշտակվի, թե ոչ։ Դա գախյալ է, ինչու համար ջրով չի մգրդվում։ Խաչի վրայի ավազակը չէր կարող ջրով մգրդվել, որովհետև արդեն ինքը խաչված է։ Բայց խաչի վրայի ավազակը ինքը հապշտակվողներու խումբի մեջ չէր լինելու։ Ինքը գրագի մեջ են ելած փրկվածի, այսինքն ինքը փրկվեց, բայց հարսի կարգավիճակ չի կարող ունենալ սիրելիներ։ Հիմա մարդիկ կան իրենք անընդհատ ապրում են հավատքի կյանքը, բայց չեն մկրտվում։ Իրենք ծուլանում են, ասում են, եթե մկրտվեմ, սրանից պիտի զրկվեմ, դրանից պիտի զրկվեմ, հակուկապս պիտի փոխեմ, եւ այլն, դրա համար չեն մկրտվում։ Դրանք հաստատ չեն ապշտակվելու, հələ եթե կփրկվեն, որտեղ որոշում չեն արել։ Եթե անհոգության պատճառով չի մկրտվում, անշուշտ է, որ չի ապշտակվի, միգուցե չի փրկվի ար, որտեղ Հիսուս պատվիրեց, ասեց ան որ հավատա, աշակերտեցեք ամբողջ աշխարհը աշակերտեցեք, սովորեցուցեք, ան որ հավատա, մկրտեցեք անուն Հոր եւ Որդու եւ Հոգին Սրբո։ Ինչու ասեց Հիսուս դա։ Ինչու համար մարդ չի պիտի մկրտվի։ Իսկ եթե ինքը ապրում է իշխանավորի մոտ, իշխանավորի կինն է, եւ այդ իշխանավորը ինքը անհավատ է, քրիստոնյա ատյաց է, եւ ասում է քեզ կսպաննեմ, եթե երթաս մկրտության չի թողում, յետևից իր ախրանաները թողել է, որպեսզի անընդհատ իրեն ըստուկեն, դա հասկանալի է, որ դա չի կարողանում մկրտվի։ Դա կապ չունի, տեսնում եք, այսինքն դիսակատարությունը չէ, որ իրեն դարձնում է տեխնացու հապշտակության։ Ամեն հավատացող ավաշխարող պետք է մկրտվի ջրով։ Իսկ հատուկ վիճակներ կա, որ չի կարող մկրտվել։ Հիմա այս օրինակը տվի եւ կամ կարող է ուրիշ օրինակներով լինի։ Այն տեսակ փանդի մեջ լինի մարդը։ Ինքը ապաշխար է բան, բայց իրեն նույնիսկ չթողեն հանեն փանդեն, որպեսզի այնտեղ միգուցե լողանալու վաննայի մեջ իրեն մկրտեն։ Օրինակ եմ ասում, 1001 պատճառ կարա լինի։ Այդ ինքը պատրաստ է մկրտվելու, բայց չի անկարելի է, արգելվում է իրեն, չի կարողանում այդ երթալ մկրտվել։ Այդ մարդը Տիրոջ առջև մկրտված է։ Տիրոջ աչքին մկրտված է, որովհետև Տերը սրտին է նայում։ Հետևաբար ջուրով մկրտվելը այստեղ արգելք չի լինի, բայց սա մենք պատրվակ չօգտագործենք, որի մենք մեր անհոգության պատճառով չենք մկրտվում եւ չի մկրտվենք, դուք չեք կարա արդար լինել Տիրոջ առջև։ Ամեն հավատացող պետք է մկրտվի սիրելիներ։